հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը, դա քայլ է ընդհանուր հայկական հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ։ Դրանից առաջ դրան նախորդել է Թուրքիայի հետ բանակցությունները, որի արդյունքում մենք հետագայում ենք իմանալու, թե ինչ պայմանավորվածություններ եւ ինչ պարտավորություններ է ձեռք բերել այս իշխանությունը։ Հաստատ ուզում եմ վստահեցնել, որ ինչ որ մարդկանց կուսակրոնությունը չէ այս ամբողջ շարժման գաղափարը, իրենց պետական ճնշման գաղափարը, նրանց գաղափարը եկեղեցին զրկել անկախությունից, որպեսզի հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ տանելու իրավունք։ Հիշում եք, մի օրինակ բերեմ։ Դրսի ուժերի հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Նպատակը որն է եւ կոնկրետ ում է սպասարկում այս խնդիրը, ում շահն է սպասարկում, ում է ծառայեցնել։ Ձեր կարծիքով հայ եկեղեցու անկախության կորուստը ում պետք է սպասարկի։ Գուցե այն երկին, որտեղից որ այսօր բենզին է եկել Հայաստան մեծ քանը։ Ինձ թվում է այդ երկրի թափը դեռ չի հերիքի, որպեսզի մի քիչ ավելի այդ երկրից Թուրքիայի նկատի ունեք։ Տեսնենք ամեն ինչ ժամանակի ընթացքում Աստված առաջ կպարզվի եւ մենք իմանանք, թե ինչ պարտավորությունների դաշտ է մտել մեր իշխանությունը, որ ստիպված է այս քայլերի գնալ։